Շնորհակալություն, ես իհարկե ինչպես միշտ խուսափում եմ կանխատեսումների ժանրով խոսելուց, ոչ ոք չգիտի թե ինչ է սպասվում, ոչ ոք չգիտի թե ինչ կլինի եւ անշնորհակալ գործ է ասել, որ այսինչ բանը կլինի, ես հաճախ եմ տեսնում լրատվամիջոցներում փորձագետներ, քաղաքական գործիչներ խոսում են այս կլինի, այն կլինի, ոչ ոք չգիտի իրականում, բայց ինչի վտանգ կա եւ ինչ կարող է լինել, սրանք շատ կարեւոր են։ Տեսեք, փաստը այն է, որ այս պահին մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել պատերազմի 3 օրվա ընթացքում Իրանը փաստացի կարողանում է ճնշել Իսրայելին։ Ինչպես է կարողանում։ Իրանի տարածքը մեծ է, Իսրայելի տարածքը փոքր է, Իրանի ժողովուրդը շատ է, բանակը շատ է, Իսրայելինը քիչ է։ Դրան գումարած Իրանի սպայական կազմը, հրամանատարությունը շատ է, ինչքան էլ որ Իսրայելը թիրախավորված սպանի իրանցի զինվորական հրամանատարությանը, նրանք միշտ ունեն փոխարինողին, փոխարինող, այսինքն այդ խնդիրը Իրանը չունի։ Եվ ահա սա է պատճառը, կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է իմ կարծիքով կհարձակվի Իրանի վրա։ Տեսեք, մի քանի համեմատություն եմ ուզում անել, մոտս էլ այստեղ բերել եմ այդ տվյալները, որպեսզի մեր սիրելի հայրենակիցներին ներկայացնեմ, այսինքն որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում Իրանը եւ ինչ է իրենից ներկայացնում Իսրայելը։ Իսրայելը տարածքը շատ փոքր է, ավելի փոքր է, քան Հայաստանի Հանրապետության տարածքը, մոտավորապես 21000 քառակուսի կիլոմետր տարածք է Իսրայելի տարածքը, ունի, բայց ի տարբերություն Հայաստանի մոտ 8 միլիոն բնակիչ։ Միակ նմանությունը Իսրայելի եւ Հայաստանի մեջ ոստիկանների քանակն է։ 8 միլիոն բնակիչ ունեցող Իսրայելում էլ կա 35000 ոստիկան, Հայաստանում էլ կա 35000 ոստիկան։ Ահա սիրելի հայրենակիցներ, Իսրայելի եւ Հայաստանի միակ նմանությունը հենց սա է։ Բայց Իսրայելի բանակը մոտավորապես 133000 է եւ շատ մոբիլ բանակ ունի, այսինքն իրենց համար բանակը ոչ թե ստանդարտ մեր պատկերացրած բանակն է, այլ արագ տեղաշարժվող բանակն է։ Ինչ ունի Իրանը, Իրանի տարածքը ի տարբերություն Իսրայելի մոտավորապես 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր է, ինչը ավելի քան 76 անգամ շատ է Իսրայելի տարածքից։ Իրանի բնակչությունը գերազանցում է 81 միլիոնը, իսկ բանակը, զուտ կայուն բանակը ավելի քան 610,000 է եւ գումարած հեղափոխության պահապանների կորպուսը, որը բանակից զատ անջատ այլ կառույց է եւ շատ ավելի հզոր կառույց է, քան Իրանի ստանդարտ բանակը, մոտ 200,000 էլ հեղափոխության պահապանների կորպուսն է։ Այլ կերպ ասած, ընդհանուր առմամբ Իրանը ունի ավելի քան 800,000 զինվոր։ Ի տարբերություն Իսրայելի, որի զորքը մոտավորապես 133,000 է։ Բայց ի տարբերություն Իսրայելի, Իրանի բանակը, Իրանի կռվող ուժերը ավելի ծանրաշարժ են, փղի նման են, այլ կերպ ասած, եւ Իրանի այդ շատ զոհերը ավելի շատ հենց դրա հետ են կապված, որ Իրանը մարդկային գործոնին շատ ուշադրություն չի դարձնում։ Իսրայելը հատուկ ուշադրություն է դարձնում մարդկային գործոնին եւ փորձում է քիչ զոհերով հասնել շատ արդյունքի, իսկ Իրանը շատ զոհերով է փորձում հասնել շատ արդյունքի։ Սա Իրանի եւ Իսրայելի մասին։ Եթե նայենք այս երկու երկրներին, ապա ակնհայտ կդառնա, որ տեսեք, 3 օր շարունակ Իրանը եւ Իսրայելը իրար հրթիռակոծում են, երկուսն էլ գրեթե հավասարաչափ են խփում իրար, երկուսն էլ շատ վնաս են տալիս միմյանց, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, ստացվել է մոտավոր այսպիսի ավանդույթ, ցերեկները Իսրայելն է հարվածում, գիշերները Իրանն է հարվածում։ Եվ մենք տեսնում ենք, որ իր տարածքի փոքր լինելու, իր բնակչության քիչ լինելու հետևանքով Իսրայելը փաստացի ավելի շատ է վնասներ կրում ընդհանուր առմամբ, քան թե առանձին վերցրած։ Եվ այս համատեքստում է թերևս, որ Իրանին արդեն իսկ հաջողվել է ճնշել Իսրայելին, կարևորագույն ռազմավարական օբյեկտներին խփել, կարևորագույն հատվածներին խփել, շատ բնակելի հատվածների վնասել, ինչը նաև առաջացրել է Իսրայելի բնակչության զայրույթը դեպի իր կառավարությանը։ Հաշվի առնենք, որ Բենյամին Նեթանյահուն ինքը մերժված է անգամ Իսրայելի բնակչության կողմից։
Մյուս կողմից Իսրայելին հաջողվել է ավելի շատ Իրանի զինվորական հրամանատարությանը թիրախային ոչնչացնել, ինչը նրան օգնում է, որպեսզի Իրանի բանակը ավելի դժվարությամբ կարողանա ինքնակազմակերպվել, բայց այնուամենայնիվ կրկնում եմ, հաշվի առնելով, որ Իրանում զինվորականները այսպես շատ ունեն սպայական, շատ մեծ սպայական կազմ ունեն, հրամանատարական, զինվորական դպրոցը որպես այդպիսին հարուստ է, կարծում եմ, որ այդ մեծ խնդիր չի Իրանի համար, բայց այս համատեքստում ես կարծում եմ, որ մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կմիանա Իրանի դեմ պատերազմին, օգնելու Իսրայելին եւ կարծում եմ, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը շատ շուտով ժամերի ընթացքում, գուցե այս պահին, որ ես խոսում եմ, կամ գուցե մի քիչ հետո, արդեն ամերիկյան ռազմաօդային ուժերը կհարվածեն Իրանին, ինչը արդեն շատ ավելի ծանր դրության մեջ կգցի Իրանին։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, հաշվի առնելով, որ Իրանը մեծ երկիր է, հզոր երկիր է, Իրանը ունի այնպիսի եւ ռազմաօդային ուժեր, եւ հակաօդային պաշտպանություն, եւ ընդհանրապես ինձ թվում է Իրանը նաեւ ունի միջուկային զենք, որի մասին չի խոսում։ Բայց ես ցավում եմ, որ կարծես թե Ռուսաստանը առևտուր է արել Միացյալ Նահանգների հետ եւ կարծես թե փոխանակել է Իրանը Ուկրաինայի հետ։ Ինչպես մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ձեռքերը լվանում է Ուկրաինայից եւ Զելենսկուն իր ամբողջ ընդհանրապես Ուկրաինան որպես այդպեսին հանձնում է Ռուսաստանի քմահաճույքին եւ դադարեցնում է զենքի մատակարարումը։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուսաստանը թեպետ հունվարին, եթե չեմ սխալվում, պայմանագիր ռազմավարական աջակցության դաշնակցային պայմանագիր կնքեց Իրանի հետ, բայց մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարում Իրանի նկատմամբ։ Գոնե դիվանագիտական ճակատում Ռուսաստանը կարող էր իր հստակ դիրքորոշումը հայտնել, թեպետ այո, մեղադրել է Իսրայելին արկածախնդրության համար, բայց դա անատամ հայտարարություն էր։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ունեն պայմանավորվածություն։ Իսկ ինչ կարող է տեղի ունենալ։ Կարծում եմ, որ կարող է Միացյալ Նահանգների պատերազմի մեջ ներքաշվելու պայմաններում կարող է երկարել այս ամենը։ Չի ցանկանա, որ Իրանի անկում լիներ, Իրանի, ինչպես Մարիամը հիշեցրեց, այդ կապիտուլյացիա, հա, Հայաստանում այսպես ընդունված բառ է։ Հա, չէ, ես այլևս ինքնատիրապետումը կորցնում է Թրամփը եւ արդեն, չգիտեմ, մտնում է մեծ պատերազմի մեջ։ Ես չեմ կարծում, որ կայսրությունների ղեկավարները ինքնատիրապետումը կորցնում են կամ, չգիտեմ, դա էլ է խաղի մի մեթոդ, դա էլ է ինչքան որ Նիկոլ Փաշինյանն է ինքնատիրապետումը կորցնում, այնքան էլ Թրամփը։ Երկուսն էլ Հիտլերի խաղն են խաղում, Հիտլերն էլ ժամանակին ինքնատիրապետումը չէր կորցնում, պարզապես դա ամբողջներին կառավարելու մեթոդ է, մարդկանց այսպես ցույց տալու, թե տեսեք ես գիժ եմ, բայց ամենևին էլ գիժ չեմ, ոչ Թրամփը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել ևս Հիտլերը։ Բայց ես մտահոգված եմ Իրանի հետ կապված զարգացումների խորացումից, որովհետև դա կարող է, այսպես ասենք, արձակել Հայաստանի թշնամի երկրների ձեռքերը, որոնք առանց այն էլ այսպես ատամները սրած սպասում են Իրանի հնարավոր անկմանը։ Ես մշտական, կարելի է ասել, օրական 4-5 անգամ կապի մեջ եմ Իրանի հայ եւ պարսիկ գործիչների հետ եւ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից, որոնք նշում են, որ այն ինֆորմացիան, որը դուրս է գալիս եւ ներկայացվում է աշխարհում, իբրև թե Իրանում, չգիտեմ, շատ ծանր վիճակ է, ամենևին էլ այդպես չի։ Մեծ երկիր է, 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր, ավելի մեծ է, քան Թուրքիան, շատ աշխարհում ամենամեծ երկրներից մեկն է եւ ասենք 1000 հատ ռումբ ընկնելը դեռ չի նշանակում, որ Իրանը, չգիտեմ, քանդվեց։ Եվ մենք ավելի շատ լրատվամիջոցներով, նույնիսկ իրանցի գործընկերներից մեկը մի հումոր էր անում, ասում է Երևանում ավելի շատ խուճապ է, քան Թեհրանում, որին այդքան խփում են։ Դե մենք հայերը սիրում ենք ամեն ինչից խուճապի մատնվել։ Պարզապես մենք փոքր պետություն ենք եւ հաշվի առնելով, որ շրջապատում կա Թուրքիա եւ Ադրբեջանի նման շտամի պետություններ, իրենք մենք վտանգներ տեսնում ենք, որ կարող են օգտվել ստեղծված իրավիճակից հարձակվելու մեզ վրա, իսկ այդ ժամանակ այս իշխանության հետ ուտել մեծ պատերազմի մեջ մի հատ հետևանքները պատկերացնել են։ Ուզեմ նաև մեզ վրա ինչ ազդեցություն կունենա եւ արդյոք Ադրբեջանը կօգտվի
Ես չեմ կարող ասել Ադրբեջանը կօգտվի ստեղծված իրավիճակից թե չէ, բայց փաստ է, որ Իրանի արտգործնախարար Արաղչիի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ ընդհանրապես Իրանի պաշտոնյաների հանդիպումները եւ զրույցները Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների հետ մի քանի նպատակներ ունեն զսպել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Առաջին հերթին Իրանի դեմ գործողություններից, որովհետեւ մենք գիտենք, որ իսրայելական ԱԹՍ-ները 99%-ով թռիչքը կատարում են հիմնականում Ադրբեջանի տարածքից ու պատահական չի, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը, ՀՕՊ համակարգերը հենց օրինակ Նախիջևանի մոտ են ոչնչացնում իսրայելական ԱԹՍ-ները, Թուրքիայի սահմանին են ոչնչացնում, Ադրբեջանի սահմանին են ոչնչացնում, Արցախի հետ շփման գծի հատվածում, ես չեմ ուզում Արցախը անվանել Ադրբեջանի տարածք, դրա համար չեմ ասում Ադրբեջանի սահման։ Այս ամեն ինչը Իրանի հատուկ ծառայությունները, Իրանի իշխանությունները շատ լավ գիտեն, սիրելի հայրենակիցներ, պարզապես պարտադիր չի, որ Իրանի իշխանությունները վեր կենան եւ ասեն թաղեմ ու հորեմ Ադրբեջանին, որ այսպեսի բան է արել։ Մեզ մոտ ցավոք սրտի հանրությունը հենց այդպես է պատկերացնում։ Եթե Իրանը գիտի, որ Ադրբեջանը Իրանի համար թշնամի է, պիտի հայտարարի, այդպես չի։ Հաշվի առնենք, որ Ադրբեջանի տարածքով է Իրանը դեպի հյուսիս մի շարք տրանսպորտային մայրուղիներ անցկացրել, այդ թվում գազ, գազամուղ եւ այլն լիքը բաներ կան, էլ չասեմ, որ Ադրբեջանը լրտեսական հսկայական ցանց ունի Իրանի տարածքում եւ դժվար է Ադրբեջանին այդպես միանգամից պատերազմ հայտարարել եւ այս երկու երկրները պրոքսի պատերազմներ են իրար մեջ վարում, պրոքսին, այսինքն երբ որ յուրաքանչյուրը մյուսի տարածքում ունի իր այսպես ազդեցության տակ գտնվող գործոններ, գործիչներ եւ այլն, դա արդեն մասնագիտական հարց է, բայց պատահական չի, որ 2020 թվականից հետո, երբ որ Ադրբեջանը նվեր ստացավ Արցախը կամ Արցախի մեծ մասը կամ ընդհանուր Արցախը, Արցախի հարավային հատվածներում ջրականից մինչև Կովսական հիմնականում տեղակայվեցին իսրայելական հատուկ ծառայությունները։ Ուրեմն տեսեք, Հադրութում մինչև այսօր տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունները եւ այդ մասին բազմիցս խոսվել է, ինչպես իմ կողմից, այնպես էլ այդ թվում իրանական կողմում։ Կովսականում Իսրայելը կառուցել է այսպես կոչված իրենց դրած անունն եմ ասում, խելացի գյուղեր, իբր թե խելացի ինչ-որ տեխնոլոգիաներով կառավարվող գյուղեր են հիմնում, բայց այդ խելացի գյուղերում ապրում, աշխատում եւ արարում են Իսրայելի հատուկ ծառայությունները։ Եվ սրանք ոչ մի բան պատահական չի։ Պատահական չի, որ հենց այդ տարածքում է վթարի ենթարկվել եւ արդեն Իրանի տարածքում ընկել Իրանի արդեն նախկին նախագահ Ռոհանիի ուղղաթիռը։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանի տարածքը, Ադրբեջանի կողմից կառավարվող տարածքը Իսրայելը օգտագործելու է Իրանի վրա հարձակման համար եւ հիմա այդպես էլ տեղի է ունենում։ Բայց ինչ սպասել։ Ես կարծում եմ, որ ամեն վայրկյան, ամեն րոպե Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են պատերազմ սանձազերծել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հատկապես հաշվի առնենք, որ Նախիջևանում արդեն քանի անգամ Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում, հիմա էլ այս օրերին էլ զորավարժություններ են անցկացնում, զորավարժություն ընդհանրապես անում են բանակը մարտական բարձր վիճակի, պատրաստվածության վիճակի բերելու համար, եւ այս համատեքստում դա ես պատահական չեմ համարում։ Դիվանագիտական շփումները, դիվանագիտական պայմանավորվածությունները ինչպեսին կարող են լինել, ես չգիտեմ, պատահական չի նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Թուրքիա։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, թե ինչ է սպասվում Հայաստանին կամ ինչ կարող է սպասվել։ Ի վերջո նա եւ նրա կառավարությունը շատ ավելի բան գիտեն, շատ ավելի տեղեկացված են համաշխարհային եւ տարածաշրջանային իրավիճակի մասին, քան մենք, հաշվի առնելով հատուկ ծառայությունների զեկույցներ եւ այլն, բայց ինչ է պատրաստվում Էրդողանի հետ խոսել կամ ինչ է պատրաստվում տալ, հանձնել, խոստանալ, ես չեմ կարող ասել։ Ենթադրել կարող եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Թուրքիային խնդրել
չմտնել Հայաստան, դրա դիմաց առաջարկելով, չգիտեմ, հավանաբար ճանապարհ, միջանցք կամ այն, ինչը ինքը դեռևս 20 թվականին է պայմանավորվել մեր թշնամիների հետ։ Ինչ կլինի Թուրքիայի կողմից, էլի չգիտեմ, ենթադրում եմ հաշվի առնելով ճանաչելով մեր թշնամիներին, կլինի առավելագույն պահանջ, ասում են ախորժակը ուտելիս է բացվում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ լավ է հասկացել, որ իրենց մեր թշնամիները, կոնկրետ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ նրանց հովանավոր Մեծ Բրիտանիան օգտագործել են այնքան, մինչեւ լրիվ լցվել է եւ պիտի շպրտեն արդեն։ Եվ այս համատեքստում իրենք նաեւ հասկանում են, որ իրենք ունեն մեկ տարբերակ, կամ իրենք փորձելու են խաղաղություն որոշակի ժամանակ, խաղաղություն ապահովել զիջելով Հայաստանի կենսական նշանակության տարածքներ, կամ իրենք պիտի հեռանան եւ Հայաստանը փորձի իր ազգային շահից ելնելով հարցեր լուծել։ Այդ թվում Հայաստանի Հանրապետության բնական եւ մարտավարական դաշնակիցները, ինչ է նշանակում բնական դաշնակից եւ մարտավարական դաշնակից։ Բնական դաշնակիցը այն պետությունն է, որի շահերը բնականորեն համընկնում են քո շահերի հետ եւ ունեն տվյալ պետությունները, բնական դաշնակիցները ունեն ընդհանուր խնդիրներ, ընդհանուր շահեր, ընդհանուր թշնամիներ։ Օրինակ, Հայաստանի բնական դաշնակիցը Հունաստանը։ Ինչու է բնական դաշնակից, որովհետեւ Հայաստանը եւ Հունաստանը ունեն ընդհանուր թշնամի, դա Թուրքիան է, որը օկուպացրել է Հայաստանի եւ Հունաստանի տարածքների մեծ մասը, տվյալ դեպքում Արևմտյան Հայաստանը եւ Հունաստանի արևելյան շրջանները։ Հայաստանը եւ Հունաստանը բնական դաշնակիցներ են, որովհետեւ պատմականորեն ընդհանուր մշակույթի մի մաս են կազմել եւ ընդհանուր առմամբ հայ եւ հույն ժողովուրդները ունեն ընդհանուր անցյալ, հիմնականում դրական։ Օրինակ, Հայաստանը եւ Հունաստանը երբեք չեն պատերազմել։ Հա, եղել են կայսերական ժամանակներ, երբ որ եղել են ընդհարումներ, Հայաստանը ինչ-որ շրջան եղել է հունական, այսպես ասենք, կայսրության մի մաս, բայց որպես այդպիսին թշնամանք երկու երկրների, երկու ժողովուրդների միջև չի եղել։ Հայաստանը եւ Իրանը եւս բնական դաշնակիցներ են, որովհետեւ երկուսն էլ ունեն հնագույն քաղաքակրթական անցած ճանապարհ համատեղ, երկուսն էլ իհարկե ունեցել են ճակատամարտեր, պատերազմներ, բայց որպես այդպիսին թշնամանք, որ ասես օրինակ Իրանը կամ իրանական ժողովուրդը փորձել է հայ ժողովրդին ոչնչացնել, այդպիսի բան չի եղել։ Եղել են ինչ-որ ժամանակաշրջանում շահերի բախումներ, բայց մեկը մեկին ամբողջությամբ ոչնչացնելու նպատակ, ցանկություն, ձգտում երբևէ չի եղել։ Բայց երկուսն էլ ունեն ընդհանուր շահեր, օրինակ տարածաշրջանային, երկուսն էլ ունեն ընդհանուր թշնամի, դա եւ Թուրքիան է եւ Ադրբեջանը, որոնք են մարտավարական դաշնակիցները։ Հայաստանի համար օրինակ մարտավարական դաշնակից է Ռուսաստանը։ Ինչ է նշանակում մարտավարական դաշնակից, երբ որևէ երկրի շահերը որևէ ժամանակահատվածում, որևէ հարցում համընկնում են քո շահերի հետ, վաղը կարող են չհամընկնել քո շահերի հետ։ Օրինակ, 1992 թվականի օրինակ հուլիս ամսին Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը չէին համընկնում եւ Ռուսաստանը աջակցում էր օրինակ Ադրբեջանին։ Չմոռանանք 92 թվականի օգոստոսին Գոռամբոյի գործողությունը, Օղակ օպերացիան եւ այլն, ընդդեմ Հայաստանի հայ ժողովրդի Արցախի։ Բայց ընդամենը ամիսներ անց 1993 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկան եւ Ռուսաստանը սկսեց քաղաքական, դիվանագիտական առումով աջակցել Հայաստանին։ Հիմա էլ օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական շահերը այո համընկնում են, բայց իշխանությունների շահերը չեն համընկնում, հետեւաբար Ռուսաստանը օրինակ դադարեցրել է եւ Հայաստանն էլ իր հերթին դադարեցրել է ռազմավարական գործընկերոջ դաշնակցի պահվածքը։ Եվ մենք դժգոհում ենք ռուսներից, ռուսները դժգոհում են Հայաստանից, ի վերջո Ռուսաստանի լուռ համաձայնությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Ես միշտ եմ ասել եւ հիմա էլ եմ ասում, Ռուսաստանը Հայաստանի կառավարության նկատմամբ, շեշտում եմ, կառավարության նկատմամբ իրականացրեց համարժեք գործողություն, բայց հայ ժողովրդի նկատմամբ իրականացրեց սրիկայություն։
Բայց կրկնում եմ, դա կոչվում է դիվանագիտություն, դա կոչվում է մարտավարական դաշնակցային հարաբերություններ։ Հիմա ինչու եմ այսքանին անդրադառնում, երբ մենք խոսում ենք դաշնակիցների մասին, այս նշածս օրինակ 3 երկրները՝ Հունաստան, Իրան, Ռուսաստան, այս 3 երկրները որևէ տեսակի դաշնակցային վստահություն չունեն Հայաստանի իշխանության նկատմամբ, որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը վստահելի դաշնակից է իրենց համար եւ իրենք կարող են որևէ քաղաքական, դիվանագիտական, ռազմական եւ այլ հարցում հենվել Հայաստանի վրա։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի կառավարությունը օրինակ մեկ անգամ, առնվազն մեկ անգամ գործարքի է գնացել Հունաստանի, Իրանի պատմական թշնամու հետ, Թուրքիայի հետ։ Ինչպես է գործարքի գնացել, հանձնել է Արցախը։ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Փորձում է, տեսեք, նույն խոսում ենք Իրանի մասին։ Նովրուզի տոնը որպես մուսուլմանների տոն Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Ադրբեջանին, Ադրբեջանի ժողովրդին։ Պատմության մեջ այսպիսի բան չի եղել, երբ որ պատերազմող երկրները իշխանությունները միմյանց շնորհավորեն։ Երբեք Իլհամ Ալիևը հայ ժողովրդին չի շնորհավորել, ասենք Սուրբ Զատկի տոնի առթիվ։ Այսինքն Հայաստանի դաշնակից երկրների իշխանությունները շատ լավ են հասկանում, որ Հայաստանի կառավարությունը իրենց համար վստահելի չի։ Այս պայմաններում սպասել, որ Հայաստանի բնական եւ մարտավարական դաշնակից երկրները կարող են Հայաստանի համար անհրաժեշտ պահին աջակցություն ցուցաբերել թեկուզ դիվանագիտական ճանապարհով, առնվազն միամտություն է։ Դա նշանակում է, որ Հայաստանում որպեսի մենք ունենանք ամուր դաշնակցային հարաբերություններ մեր բնական եւ մարտավարական դաշնակիցների հետ, պիտի փոխվեն իշխանությունները, պիտի լինեն այնպիսի իշխանություններ, որոնք կարող են լեզու գտնել Հայաստանի բնական եւ մարտավարական դաշնակիցների հետ։ Հետևաբար վերադառնամ նույն կետին, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ կամ ինքը գնում է նոր զիջումների եւ պահպանում է թվացial խաղաղություն ինչ որ ժամանակ, կամ ինքը հեռանում է եւ Հայաստանում իշխանության է գալիս մի ուժ, հիմա չեմ կարող ասել ով, գուցե այ հենց հիմա տեսախցիկի մյուս կողմում, ավելի ճիշտ էկրանի մյուս կողմում նստած անձն է, չեմ կարող ասել, որը կարողանում է լեզու գտնել Հայաստանի բնական եւ մարտավարական դաշնակիցների հետ։ Բայց այսօրվա իրավիճակը, հենց այսօրվա հունիսի, այսօր 17-ն է, չէ՞։ Հունիսի 17-ի իրավիճակը մեզ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև արդեն Իրանից սկսվել է որոշակի փախստականների հոսք։ Շատ մարդիկ են գալիս նաև դեպի Հայաստան, Ագարակի անցակետ։ Ճիշտ է, հիմնականում զբոսաշրջիկներն են, բայց շատ են նաև հենց իրանցիները, մարդիկ, ովքեր այդ Իսրայելի հարձակումների հետևանքով լքում են երկիրը եւ փորձում են իրենց համար ավելի ապահով վայրեր գտնել։ Այստեղ խնդիր կա անվտանգության, որովհետև օրինակ Իրանի հատուկ ծառայությունները բացահայտել են առնվազն 73 գործակալի լրտեսի, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են եւ վերջին տարիներին ապրելով Իրանի տարածքում, աշխատելով որպես բանվոր, շինարար եւ այլն, փաստացի լրտեսություն են իրականացրել Իսրայելի օգտին, ապահովել են Իրանի տարբեր ռազմավարական կառույցների մասին տեղեկությունների փոխանցումը Իսրայելին, գնվել են այլ կերպ ասած կամ վաճառվել են իրենք։ Միաժամանակ համակարգել են ԱԹՍ-ների աշխատանքը Իրանի տարածքում։ Հիմա Հայաստանի տարածքում էլ շատ կան հնդիկներ, իրականում նրանք հնդիկներ չեն, սիրելի հայրենակիցներ, Հայաստանում այսօր 80,000-ից ավել Հնդկաստանի քաղաքացի կա, որոնց 99%-ը հնդիկներ չեն, նրանք հիմնականում սիկհեր են կամ սիկխեր, որոնք հիմնականում Հնդկաստանի Փենջաբ նահանգից են, Փենջաբը վիճելի տարածք է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, բացի դրանից սիկխերը էթնիկ հնդիկներ չեն եւ աղքատության մակարդակը Փենջաբ նահանգում ծայր աստիճան բարձր է, հանցագործությունների մակարդակը եւս բարձր է, իսկ մի տարածքի բնակիչներ, որտեղ աղքատությունը եւ հանցագործությունը շատ է, այդ տարածքի մարդկանց փողով ինչ ասես կարող ես անել տալ։ Եվ այս պայմաններում այլևս գաղտնիք ասած չեմ լինի, Հայաստանի մի շարք անվտանգային տարածքներում շինարարական աշխատանքներ, չգիտեմ,
տարբեր կառույցներ, որ չեմ ուզում բառացի ասել ինչ, որոնք կառուցում է ՊՆ-ն, ներգրավված են Հնդկաստանի քաղաքացիներ։ Հիմա պատկերացրեք, սիրելի հայրենակիցներ, ամիսներ առաջ այդպիսի մի դեպքի ականատես եղա, երբ որ տարել էին Վարդենիսում անվտանգային կառույց սարքելուց, բառացի չասեմ ինչ, դուք հասկացեք ինչ, մարդկանց էին օտարազգի աշխատացրել, այս մարդկանց հետո փողը չէին տվել, քցել էին, այլ կերպ ասած, այս մարդիկ էլ իրենց տիրապետած ամբողջ ինֆորմացիան հրապարակային կերպով փոխանցել էին Ադրբեջանին։ Հիմա պատկերացրեք, եթե Հնդկաստանի քաղաքացին գալիս է Հայաստանում, մասնակցում է անվտանգային կառույցների շինարարությանը։ Բնական է, եթե ինքը մասնակցում է այդ շինարարությանը, ինքը տեսնում է, չէ, պատի հաստությունը այսքան է, թե այսքան է, կամ մանրամասներ, այլ բաներ, լիքը բաներ դուք շատ լավ գիտեք։ Եթե անգամ դու լավ վճարում ես այդ մարդկանց, այդ մարդիկ հանգիստ կարող են լինել Հայաստանի թշնամի Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալներ, գնված լինեն նրանց կողմից։ Եվ այս տեղեկությունները փոխանցել մեր թշնամիներին, այսինքն Հայաստանի անվտանգային կառույցների մասին մանրամասն տեղեկություններ փոխանցել մեր թշնամիներին։ Տեսեք, փաստ Իրանը բացահայտել եւ կալանավորել է 73 Հնդկաստանի քաղաքացիների, որոնք գործել են Իրանի անվտանգային կառույցներում ի նպաստ Իսրայելի։ Իսկ ինչու չի կարող Հայաստանում բազմաթիվ Հնդկաստանի քաղաքացիների Ադրբեջանը գնաց լինել եւ օգտագործել ի նպաստ իրեն։ Կարող է։ Հետևաբար դիմում եմ Հայաստանի անվտանգային կառույցներին։ Խնդրում եմ ձեզ եւ նաեւ սիրելի հայրենակիցներ, ովքեր ապրում են սահմանամերձ գոտիներում, ուշադրություն դարձրեք, որ օտարազգիներ, դա լինեն Հնդկաստանից, Իրանից կամ որևէ այլ երկրից, խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձրեք եւ զգոն եղեք այդ մարդկանց ձեր շրջաններ գալու եւ տեղաշարժի հետ կապված։ Նույն կերպ Իսրայելից, օրինակ հիշում եք Ոման Ալեքսանդր Լապշին, որը տարիներ շարունակ Հայաստան գալիս էր եւ գալիս է, գնում է սահմանամերձ բնակավայրեր, մեր միամիտ հայրենակիցներն էլ վերցնում ձեռքերի վրա ման են տալիս, թե տեսեք, հрьян եկել է մեր օգտին խոսում է, Ադրբեջանին էլ հայհոյում է։ Սիրելի հայրենակիցներ, այդ մարդը տարիներ շարունակ ես վստահ եմ, որ Հայաստանում զբաղվել եւ հիմա էլ զբաղվում է տեղեկությունների հավաքագրմամբ եւ դրանք Ադրբեջանին փոխանցելով, որովհետեւ մի մարդ, որի լեգենդ են ստեղծել, ցավոք սրտի ժամանակին ես էլ եմ մասամբ այդ լեգենդին հավատացել եւ երբ որ հասկացա իրականում ինչ կարող էր տեղի ունեցած լինել, արդեն հետ կանգնեցի այդ գործընթացից։ Մի մարդ, որին իբր թե ձերբակալել տարել են Ադրբեջան, իր պատմածով փորձել են սպանել, կախել են 3-4 ժամ կախված է մնացել, չի մեռել, խեղդել են փշալարերով, չի խեղդվել, չգիտեմ, դա Շվարցենեգեր է, թե ինչ որ այլ մոլորակային է, այնուամենայնիվ։ Սա լեգենդ է, որը լավ փաթեթավորել են Ադրբեջանում, հետո այդ մարդուն հանկարծ Ալիևը վախեցավ եւ ուղարկեց Իսրայել, հետո Իսրայելից այս մարդը որոշեց գալ եւ Հայաստանից հայհոյել Իլհամ Ալիևին։ Եվ ադրբեջանա-թուրքական հատուկ ծառայությունները որևէ կերպ չեն կարողանում այս մարդուն չեզոքացնել։ Այդքան հայհոյում է Ադրբեջանին, այդքան բաներ է ասում Ադրբեջանի մասին աշխարհով մեկ, բայց չի կարողանում էլի այդ Իլհամ Ալիևը չի կարողանում այդ Լապշինին բռնել։ Տեսնես, այդ ինչ հզոր Լապշին է։ Բայց չգիտես ոնց Լապշինը գալիս է Հայաստան, գնում է սահմանամերձ բնակավայրեր, նկարվում է, այսպես տեսեք, հեռախոսը վերցնում, այսպես նկարվում է, թիկունքում մեր դիրքերն են, բայց ինքն է իբր թե ինքն է նկարվում, թիկունքում նկարում է այն ամբողջը, ինչը անվտանգային է մեր երկրի համար։ Եվ փաստացի այս մարդը Հայաստանում կարծում եմ ու վստահ եմ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ եւ Ադրբեջանին փոխանցելով։ Սիրելի հայրենակիցներ, Մարիամի հարցին պատասխանելով նշեմ ինչ դժվարություններ կարող են առաջանալ Իրան-Իսրայել պատերազմի հետևանքով։ Լոգիստիկ խնդիրներ, այսինքն երբ որ չի գործում Իրանի տարածքը, նորմալ չի գործում ապրանքների ընդունման եւ այսինքն արտահանման եւ ներկրման համար, բնականաբար Հայաստանի համար որպես միակ միջոց մնում է այլընտրանքային Վրաստանը։ Վրաստանն էլ այսօր պատժիչ միջոցներ է կիրառում Հայաստանի կառավարության նկատմամբ եւ վերին լարցը նորմալ չի գործում։ Ստացվում է Հայաստանը դարձել է մոտավորապես տնտեսական շրջափակման գոտի։ Այս պայմաններում սպասվում են Հայաստանում ապրանքների գների թանկացումներ եւ արդեն կան մի շարք ապրանքներ արդեն թանկացել են
Եվ մենք պիտի պատրաստ լինենք Հայաստանում տնտեսական, հատկապես սոցիալական ճգնաժամի։ Ինչ անել, պատրաստ եղեք, ապրանքներ գնեք, այնպիսի ապրանքներ, որոնք փչացող չեն եւ երկար ժամկետով կարող են ներկրվող ապրանքների մասին է խոսքը, հիմնականում ալյուր եւ նման բաներ, ցավոք սրտի մինչեւ 2020 թվականի պատերազմը Հայաստանը նաև վերածվել էր ցորեն արտահանող երկրի, բայց Արցախը հանձնելուց հետո Հայաստանը 80%-ով ցորեն ներկրող երկիր է եւ դա հիմնականում գալիս է Ռուսաստանից, մասամբ Իրանից, այնպես որ եթե այս երկու ճանապարհները հիմնականում փակեն, ապա մեզ մոտ նաև կարող է առաջանալ հացամթերքի խնդիր, այնպես որ ալյուրի, ցորենի ձեր պաշարները համալրեք, մենք չգիտենք թե ինչ կարող է տեղի ունենալ, զարգացումները մեզնից չեն կախված։ Եվ ընդհանրապես կրկնում եմ, չփչացող երկար ժամկետ ունեցող ապրանքների որոշակի այսպես պաշար ունեցեք։ Ինչ վերաբերում է Հայաստանի պարագայում, բացի դրանից, մենք անկախ նրանից ինչ կարող է տեղի ունենալ, զորքի որոշակի այսպես զգոնության բարձրացում է անհրաժեշտ, որը պիտի ասեմ ի պատիվ մեր հրամանատարների, չեմ ասում իշխանության, հրամանատարների, բավական լավ է, զորքը զգոն է, զորքը տեսնում է, հետևում է թշնամու գործողություններին, թշնամու շարժին եւ այլն, եւ այնպես չի որ մեր զորքը այսպես նստած քնած է, զորքը լավ, կայուն, պատրաստ վիճակում է, մենք էլ մեր հերթին պիտի աջակցենք զորքին, որպեսզի զորքը իր թիկունքում ունենա ոչ թե լացող հանրություն, այլ իր թիկունքում կանգնած ուժեղ հանրություն, որովհետև սա մեր վերջին բաստիոնն է, մեր վերջին կրակակետն է, մեր վերջին խրամատն է, Հայաստանի Հանրապետությունը մենք պիտի պահենք Սարդարապատի նման եւ այստեղ ուղղակի մեր ամրությունից, մեր ուժից է եւ մեր հոգեբանական ինքնավստահությունից է կախված ինչ կարող է լինել։ Եվ դուք եթերում եք եւ այսպիսի գրավ նորից Նիկոլ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը, սա ըստ էության հաջորդեց Սամվել Կարապետյանի հայտարարությանը, Ստաշել գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Միշտ եմ եղել հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեռով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավի։ Մոտ կես ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ամոթ է, որպեսզի ես այդ բառերը կրկնեմ, ամենագրեհիկ բառերով նորից կաթողիկոսի, նորից սրբազանների վրա հարձակում է գործել, խնդրեմ ինչ ունեք ասելու այս մասով։ Գիտեք զավեշտը որն է, իրականում զավեշտը որն է, Հայաստանի շուրջը տեղի է ունենում մի գործընթաց, որ կարող է այսպես ատոմային ռումբի էֆեկտով սրբել, տանել, ամեն ինչ, ոչ մի բան այստեղ գոյություն չունենալ։ Եվ մենք այն որ նստած թիթեռ ենք նկարում, Նիկոլ Փաշինյանը վայրահաչում է կաթողիկոսի դեմ, սրբազանների դեմ, ինչ որ կարդաք այդ բառերը ամոթ է, որպեսզի կրկնվեն, ուղղակի ամոթ է, որպեսզի բարձրացնի նորից։ Գիտեք, զարմանալու բան չկա այդտեղ էլի բացարձակ, ասենք, ինչ զարմանալու բան կա, չէիք սպասում դրանից։ Ես օրինակ ձեզ վրա եմ զարմանում, որ դուք ամաչում եք, որ կարող է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ որ նման հիմար բաներ է գրել։ Դուք ինչ էիք սպասում։ Դուք սպասում էիք, որ ասենք մենք այդ սիրելի Մարիամ, մենք այդ հարցերով հաճախ ենք բանավիճում, ասում եք, վայ, Աննան այսպեսի բան է ասել։ Բայց եթե դուք Աննայից սպասում էիք, որ Սուրբ Կույսի վարքագիծ պիտի ցուցաբերի, ուրեմն դուք եք միամիտ։ Այդա չեմ հասկանում։ Հիմա սպասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ պիտի ասի, գնա ապաշխարելու եւ օրինակ վեհափառի մոտ ծնկի գա, ասի, չգիտեմ, սխալ եմ արել։ Չէ իհարկե։ Բայց իհարկե, գիտեք, Հայաստանի կառավարության այս վարքագիծը շատ ուղիղ գծով իմ կարծիքով կապված է Թուրքիային եւ Ադրբեջանին սիրահետելու, սիրաշահելու հետ, ինչու, որովհետեւ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Հայաստանի առաջ դրել է մեկ շատ կարևոր պայման,
խոսքը սահմանադրություն փոխելու պայմանի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող հիմա փոխել սահմանադրությունը, լավագույն դեպքում, եթե ստացվի 2026 թվականի հունիսի 7-ին կամ դրանից հետո։ Եվ այդ պայմաններում, որպեսի բավարարի Ադրբեջանին, փորձում են նման բաներ անել, ասենք այսպես հարցակվել, եկեղեցուն բան ասել, գիտեք, նկատել եք, որ ինչ-որ մեկի տուն գնում եք, ունենում է փոքր տուզիկ շուն, այդ տուզիկ շունը, երբ որ սկսում է հաչալ, բայց երբեք չի կծում։ Ժողովուրդն էլ է, չէ՞ ասում, հաչան շունը կծան չի լինում։ Եվ տեսել եք երևի, որ ասենք գամփրշուն կա, գնում եք մեկի տուն չի հաչում, բայց ասենք որ բերանը բացեց, այսպես կուլ կտա մարդուն։ Կարծում եմ հասկացանք։ Եվ նորից վերադառնալով Իրано-իսլամական պատերազմի, իսրայելական պատերազմի ներողություն, տեսեք, խմբագիրների են ոչնչացնում սպանում, Իսրայելի կողմից այդ թրակության հետևանքով պետական հերոստականին են հարվածում եւ աշխարհի, այսպես ասենք, երկակի եւ կեղտոտ մոտեցում է այս ամենին, որը խոսք չկա այս մասով։ Ինչ ունեք ասել։ Շատ բնական է, որովհետեւ Արցախում էլ մեր թշնամին ոչ մարդկային մարդկության դեմ հանցագործություններ էր իրականացնում, այդ նույն ֆոսֆորային զենքը եւ մնացած արգելված զենքեր էին օգտագործում, աշխարհում ոչ ոք իրեն նեղություն չտվեց ասել, որ Ադրբեջանը ահաբեկչական գործողություններ է իրականացնում։ Պատերազմը օրենքներ չի ճանաչում, պատերազմը մարդկային մարդասիրություն չի ճանաչում, քաղաքականությունը, մանավանդ աշխարհի վերաբաժանումը, երբ հիմա տեղի ունենում աշխարհի 6-րդ վերաբաժանումը, եւ այս պայմաններում աշխարհը, մարդը ընդհանրապես, մարդը բնության մեջ ամենամեծ հրեշն է, եւ մարդկային քաղաքականությունը, քաղաքական զարգացումները, դրանք ոչ բարոյականություն են ճանաչում, ոչ էլ որևէ սահման։ Եվ գիտեք, այսպեսի մի խոսք է, ասում են քաղաքականությունը անբարոյականություն է, բայց դրան կա հակընդդեմ։ Քաղաքականությունը անբարոյականություն է, երբ անբարոյականներն են զբաղվում քաղաքականությամբ։ Հիմա հարցը այն է, որ աշխարհի շատ երկրներում կառավարությունները հենց անբարոյականների հավաքածու է։ Հետևաբար անբարոյականների հավաքածուն պիտի զբաղվի անբարոյականությամբ։ Աշխարհը ցավոք այդպիսին է, եւ ես շատ ցավում եմ, որ Հայաստանի շուրջ է դա հիմնականում տեղի ունենում, շատ ցավում եմ։ Գիտեք, եկեք ճիշտը խոսենք, էլի Իրանն էլի հերթին խփում է Իսրայելի ռազմավարական եւ ինչպես օբյեկտներին, այնպես էլ բնակչությանը։ Դե հիմա ինչ անենք, հիմա մենք նստենք Ռուսաստանը եւ Ուկրաինան, որ իրար հոշոտում են, միլիոնավոր մարդիկ են մահացել։ Շատ ցավալի է, շատ տխուր է, շատ վատ է, չպիտի դա տեղի ունենա։ Բայց ասում եմ, մարդը մոլորակի ամենամեծ հրեշն է։ Ոչ մի հրեշ, ոչ մի կենդանի ավելի մեծ հրեշություններ չի անում, քան մարդը։ Սա է իրականությունը։ Եվ մյուս կողմից էլ կրկնում եմ, մենք փոքր երկիր ենք, մենք ամեն ինչ շատ սրտին մոտ ենք ընդունում։ Իրանը օրինակ մեծ երկիր է, ինչքան էլ Իրանին խփում են, Իրանը ծնկի գոնե հիմա ծնկի չի գալիս։ Այդ մենք ենք, որ այդպես իրանցիներից ավելի շատ ենք Իրանի համար մտահոգվում։ Պարզապես մեր շահի տեսանկյունից ենք մտածում, որովհետև եթե հանկարծ Իրանը ծնկի եկավ, փլուզվեց, դա կբերի մեր տարածաշրջանում նոր զարգացումների, նոր աղետների, ինչը ցանկալի չի։ Զուտ սա է, թե չէ, Իրանում իրար ուտում են, ինչ են անում եւ այլն, այդ իրենց խնդիրն է։ Ես ամեն դեպքում խաղաղություն եմ ցանկանում մեր բնական դաշնակից Իրանի համար եւ սիրելի հայրենակիցներ, ձեզ էլ խնդրանք, փորձեք դիտողի կարգավիճակից դուրս գալ եւ դառնալ մասնակից։ Ինչի մասնակից։ Տեսեք, շատ հաճախ, ես այսօր առավոտյան էլ մեքենան բենզինով լիցքավորելիս, դե զրուցում եմ, մարդիկ են, խոսում ենք, օրինակ, լիցքավորողի հետ, բենզալցակայանի աշխատողի հետ։ Ասում է, դե ինչ անենք, որ եթե հանկարծ մեր թշնամիները փորձեն հարձակվել։
այս իշխանության հետ մենք չենք կարող ոչինչ անել։ Իսկ ով է ասում այս իշխանության հետ պիտի ինչ-որ բան անենք։ Ցավալիորեն, տեսեք, մարդիկ մտածում են, որ եթե Հայաստանը կառավարում են դավաճանները, ապա մենք ոչինչ անել չենք կարող։ Չէ, սիրելի հայրենակիցներ, կարող ենք, եւ դա բազմիցս ապացուցվել է, այդ թվում նաեւ իմ սեփական փորձով։ Դա կոչվում է դիմադրություն։ Դիմադրություն, որը ոչ միայն քաղաքական դիմադրություն է, այլև ռազմական դիմադրություն է, մշակութային դիմադրություն է, սոցիալական դիմադրություն է։ Երբ որ ժողովուրդը, այ հիմա երբ որ մարդիկ ասում են, դե մենք ինչ կարող ենք անել, մենք չենք կարող Հայաստանի սահմանները պահել, մենք չենք կարող թշնամուն զսպել, որովհետև Նիկոլա, ասենք, դավաճանը, այդ նշանակում է հանձնվել եւ վերջ, բրծավ, դու ես դառնում ընդհանուր գործընթացի մի մաս, ի վնաս Հայաստանի։ Հայաստանի բանակը հիմնականում կազմված է հայրենասեր եւ մարտական բարձր պատրաստություն ունեցող զինվորականներից։ Հրամանատարության մեծ մասը խելացի, նվիրյալ, լավ զինվորականներ են։ Հրամանատարության, չեմ ասում Սուրեն Պապիկյան։ Երբ որ Հայաստանի բանակի ղեկավարը բանակից բան չի հասկանում, դա չի նշանակում, որ եթե ասենք Սուրեն Պապիկյանը հեռախոսը վերցնելու է, չգիտեմ, օրինակի համար Սյունիքի մարզի որևէ զինվորականի զանգելու է, ասի, գիտես ինչ, տարածքները հանձի հետ արի, այդպես չի, սիրելի հայրենակիցներ։ Հրամանատարությունը կատարում է իր մարտական առաջադրանքը եւ այդ մարտական առաջադրանքները կատարելիս հրամանատարությունը պիտի մի քանի կարևոր գործոն ունենա։ Վստահություն, զինվորական կարգապահություն, զենք, որ շատ կարևոր է, եւ թիկունքում ժողովուրդ։ Այս 4-ից օրինակ զենքը կարող ենք, չէ, հարցականի տակ դնել, ասել, օ, բա տեսնում ես Հայաստանի կառավարությունը զենք չի տալիս։ Ես ես կարող եմ վստահեցնել, որ մեր բանակը քիչ թե շատ ունի այնպիսի զենքեր, որով կարող է դիմակայել թշնամուն։ Նախ 2020 թվականին մեր զենքով ամբողջությամբ չի պրծել, 1, երկրորդ այնուամենայնիվ այս վերջին տարիների ընթացքում եւ Ռուսաստանից, եւ Հնդկաստանից, եւ Ֆրանսիայից, բայց ամենաշատը Ռուսաստանից եւ Հնդկաստանից Հայաստան մտել է եւ մտնում է մեծ քանակությամբ զենք։ Այդ զենքը մեր բանակի տիրապետման տակ է։ Այդ զենքը կարող է կիրառվել, բայց կան շատ բաներ, որ մենք ինքներս էլ պիտի որպես քաղաքացիներ օգնենք, որպես այս երկրի բնակիչներ օգնենք մեր բանակին։ Տեսեք, Իսրայելի պարագայում մոտավորապես 300,000 մարդ մշտապես բանակի համար մատակարար է։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Ոչ թե ինքը ինչ որ այդ 300,000 մարդիկ միշտ պատրաստ են, միշտ կամավորագրվում են եւ այդ մարդիկ գիտեն, թե անհրաժեշտության դեպքում իրենք ուր ինչ պիտի անեն։ Հիմա մենք հայերս շատ կարևոր է, որ սպառողական հոգեբանությունից դուրս գանք, անընդհատ բողոքելու, դժգոհելու այդ կորտիզոլ հորմոնը վերցնենք մի կողմ դնենք, հերիք է այդ կորտիզոլ հորմոնով ապրենք։ Կորտիզոլը բացասական հուսալքության հորմոնն է, որ մեր ժողովրդի մեջ նստած է։ Եվ այդ թարգենք այդ արդարանալը, թե քանի Նիկոլը կա, ոչ մի բան չենք կարող անել։ Ես ձեզ վստահեցնում եմ, Նիկոլի օրոք մենք բանակի հետ այնպիսի ծրագրեր ենք արել, որով ջարդել ենք մի քանի վայրերում թշնամու ողնաշարը, բայց մենք ասելով ոչ թե Նիկոլը, ոչ թե Նիկոլի որոշումը, ես գիտեմ, որ այս նիկոլականները այս հատվածը կկտրեն, կտարածենք, ասեն, տեսեք, Հոխիկյանը Նիկոլին գովում է, Նիկոլի շնորհիվ չի, բանակի շնորհիվ է, եւ շատ հաճախ Նիկոլը չի էլ իմանում այդ ամեն ինչի մասին։ Այնպես որ պետք չի պարզունակ նայել երևույթներին, պետք է բանակի կողքին լինել եւ պետք է չհուսահատվել եւ պայքարել։ Ես եմ